Հայկական հետքը ամբողջ աշխարհում նախագիծը գլոբալ նախաձեռնություն է, որի նպատակն է բացահայտել ու ներկայացնել հայերի մշակութային, գիտական, սոցիալական ու պատմական ազդեցությունը տարբեր երկրներում։ Ֆիլմային մասից բացի նախագծի շրջանակում նախապատրաստում է մշակութային տարբեր միջոցառումներ, ֆոտոցուցահանդես, պատմական ցուցադրություններ, գիտամշակութային նախաձեռնություններ։ Այս ամենի եւ դրա տարբեր փուլերի մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրի հետ, լրագրող, կինովավերագրող, Եվրոպական ժուրնալիստների միության անդամ, բազմաթիվ հոդվածների եւ վավերագրական ֆիլմերի հեղինակ Գեորգի Ասատրյան։ Բարի լույս։ Բարի լույս։ Մենք առիթ ունեցանք մինչ բուն նկարահանումը խոսել եւ զրուցել եւ պատմեցիք, որ բավականին բուրըն շրջան է, բազմաթիվ գործունեություններ չեք հասցնում իրականացնել։ Պատմեք, թե հենց այս պահի դրությամբ ինչով եք զբաղված։ Շատ շնորհակալություն, որ մեկ անգամ եւս ինձ հյուր հրավիրեցիք։ Սա շատ կարեւոր է ինձ համար, որովհետեւ մեկ անգամ եւս հասարակությունը տեղեկանում է իմ արած աշխատանքի մասին։ Մի փոքր սկիզբ գնալով ես ասեմ, որ այս ամեն ընթացքը ֆիլմաշարերը եւ դոկումենտալ ֆիլմերը ինքը էվոլյուցիոն ընթացքով է ստեղծվել, որովհետեւ իմ կարծիքով ցանկացած գործնեություն ոլորտից կապ չունի ոլորտը, շատ կարեւոր է, որ օրգանիկ ընթացք է ունենում, էվոլյուցիոն այս ընթացքը, որովհետեւ դա ավելի հիմնական ու հիմնավոր է լինում, ամեն մանրուքը, ամեն ուղղությունները, ամեն առանձնահատկությունները գործի դու ավելի ներսից եւ փուլային ես ուսումնասիրում։ Այս նույն բանը տեղի ունեցավ մեր ֆիլմաշարերի մասով։ Ինքը նախագիծը ի սկզբանե հայկական հետքը ամբողջ աշխարհում ծնվեց աշխարհը ոտքի տակ դոկումենտալ ֆիլմերից։ Մենք դոկումենտալ ֆիլմեր էինք նկարում, ոչ ուղղությունը միայն հայկական հետքի մասին չէր։ Բազմաժանր էր։ Խոսքը գնում է մոտ, եթե չսխալվեմ, մոտ մի 18 տարի առաջ մեկնարկը տրված նախագծի մասին է եւ ընթացքում ես ամեն անգամ տարբեր տարածաշրջանում լինելով մասնավորապես այդ հատվածը եվրոպական մասին էր վերաբերվում հասկացաք որ ահագին բան կա հենց հայերի մասին շատ ճիշտ եք ասում այո շատ մեծ էր նյութը եւ հասկացա որ այդ նախագծի շրջանակներում ինքը ոնց որ փորձում է փոկվել այդ ամենից այդ նախագծից փորձում է փոկվել եւ առանձին ընթացք է ձեռք բերում ու հասկացանք, որ ծավալը շատ մեծ է եւ համատեղելով մի մեկ ուրիշ նախագծի հետ չի լինի։ Եվ այսպես առանձնացավ եւ դարձավ հայկական հետքը ամբողջ աշխարհում։ Ու ելի այդ ընթացքը ոնց որ շարունակվեց հայկական հետքը, մենք ընթացքում տարբեր ուղություններով ելի համատեղելիության տարբեր քաղաքներ, տարբեր տարածաշրջաններ եվրոպական մասի արեցինք, անդրադարձ կատարեցինք մեր մեծ հայերին պատմական եւ ներկա հետաքրքիր հենց այդ զուգորդումն է որ մարդիկ եւ իրենց են տեսնում եւ այսօր իրենց կողքին ապրող հայտնի գուցե նաեւ քիչ հայտնի շատ ճիշտ եք ասում հայերին ու նաեւ տեսնում են իրենց պապերին նախնիներին միանշանակ առանց պատմությունը հիշելով դու չես կարող առաջ շարժվել դու հիմնվում ես պատմական որոշակի իրադարձությունների վրա եւ առաջ ես շարժվում այդ երկուսի սինթեզը բերում է շատ լավ արդյունքների Եվ այսպես, իսկ հիմա խոսքի եթե գրում են ներկա իրավիճակի, էլի այդ ընթացքը, ինչպես ասեցի, այդ էվոլյուցիոն ընթացքը բերեց մի ուրիշ ուղղության, որ մենք համատեղում էինք տարածաշրջանները, ասեցի նույն եվրոպական, ու էլի տեղից ծնվեց մեկ ուրիշը, որ հասկացանք նույնիսկ այդ մասով ծավալները շատ մեծ եւ արդեն փորձեցինք կենտրոնացված անել։ Հիմա մեծ ընթացքա մեծ նախագծի վրա ենք աշխատում ֆրանսիական հայերի հետքը Ֆրանսիայում։ Կարծում եմ Ֆրանսիան պատահական չի, որովհետեւ իսկապես մեծ թվով մեր հայրենակիցներ հայլեցին, փայլում են այսօր միանշանակ շատ մեծ համայնք ունենք եւ թե պատմական թե ներկա մասով ու դա խոսքը չի գնում միայն ինչ որ մեդիա ոլորտից կամ ինչ որ ցանկացած ուղղության դա կլինի բժշկություն, ճարտարապետություն, իրավաբանություն, ուզում ասեմ փայլուն մասնագետներ ունենք համ անցյալում, համ ներկայում
իսկ այդ ամենի մասին իջիազեկել եւ չխոսել ինձ թվում է ճիշտ չի լինի։ Դրա համար մենք կոնկրետացանք արդեն Ֆրանսիայի եւ փորձում ենք հիմա այդ հատվածը ինքը իհարկե ավելի ծավալուն եւ շատ ավելի մասշտաբային է լինելու, ավելի երկար ժամանակով ենք մեկնելու, ավելի երկար ենք Ինչ ժամկետների մասին է խոսքը եւ նաեւ հետաքրքիր է հենց հայ համայնքի արձագանքն այս ամենին, ձեր նախաձեռնության Ունենք ակտիվ հետաքրքրվածությունը։ Շատ լավ, նայեք, շատ ակտիվ է հայ համայնքինը, նույնիսկ շատ դեպքերում լինում է չեմ հասցնում, բոլորի հետ նույնիսկ շփվում ենք, բայց դեպքեր են լինում չենք հասցնում անդրադարձ կատարել, այդպես ակտիվ համայնք ունենք։ Իսկ ժամկետների մասին, նայեք, մինչ այդ ժամկետները ավելի սեղմ են եղել, չէ, իսկ այս ֆրանսիական մասը բավականին երկարաժամկետ պլանավորում ենք լինել Ֆրանսիայում, ամենայն հավանականություն մոտ 2 ամիս process-ը տեղի կունենա, 2 ամիս մեկնումը կտևի։ Երբ ասում ենք Ֆրանսիա, առաջին բանը 2 գագաթներն են գալիս՝ Կոմիտաս, Ազնավուր։ Այո, բայց ձեզ մի հետաքրքիր բան ասեմ, ամեն դեպքում շատ զգուշության է պետք մոտենալ, որովհետև շատ բաներ ասվել է եւ տարբեր ուղություններով, տարբեր անկյուններից ներկայացվել։ Նորը գտնել։ Նորը, այ շատ ճիշտ եք ասում, նորը այնպես չի, որ հինը կրկնելը դա արդյունք չի, բայց ամեն դեպքում նորովի նոր մի հատիկ բերելը դա շատ հետաքրքիր ու շատ դժվար աշխատանք է։ Ես հնարավորինս ձգտում եմ, որ նոր ինչ-որ մի բան, մի նոր շունչ բերելու, մի նոր անկյունից, մի նոր տեսանկյունից, այն որ ոչ ճանաչելի, որ մարդիկ այդքան անտեղյակ են այդ հատվածին, վայ, այս կողմից էլ կա, այսպես։ Ու դա ավելի ոնց որ հետաքրքիր եւ ոնց որ ասած նոր շունչ է տալիս։ Ձեզ նորից մղելու, նոր բացահայտումների։ Հա, միանշանակ։ Ինչպես է ստացվել վավերագրման աշխատանքները, դա ինչպես եք հենց այդ ճյուղն ընտրել ձեր մասնագիտացման մեջ։ Նայեք, դա մի քիչ ես ինքս լրագրող եմ, իսկ վավերագրական հատվածը դա փաստերի հավաքագրումն էր մի փոքր գեղարվեստական շղարշի ներքո ներկայացնելը։ Ես կարծում եմ դա հանդրոքուտ աշխատանք է, որովհետև շատ մարդիկ, շատ իրադարձություններ ժամանակի տարբեր ընթացքներում լուսանցքից դուրս են մնում։ Եվ այդ ամենը համախմբել եւ բերել մի կենտրոնացված մի հատվածին ու ներկայացնել լայն հասարակությանը, կարծում եմ դա բավականին կարևոր եւ Շնորհակալ գործ է, այո։ Միանշանակ ու այն պարագայում, որ դա եւ միևնույն ժամանակ կրթական հիմք ունի, որովհետեւ կարևոր է ճանաչենք համ անցյալը, համ ներկան, ինչ իրադարձություններ, ովքեր են ապրում եւ ինչ գործներ, որովհետեւ նայեք շատ դեպքերում մարդիկ, մասնագիտությունները իրանք իրենց գործն են կատարում եւ ոչ մեկ տեղյակ չեն ինչ ծավալի եւ ինչ կարեւոր գործ են կատարում։ Իսկ դրա մասին չխոսել եւ անդրադարձ չկատարելը ինձ կարևոր է։ Խոսեցիք նաեւ ֆոտոալբոմից, այսպես պատրաստում եք։ Նայեք, մի փոքր ուղում ֆոտոցուցահանդես է լինելու մեր ընթացքում եւ միևնույն ժամանակ եռալեզու գիրք է նախապատրաստվում։ Դրա մասին էր խոսքը։ Հա, ինքը նայեք միայն ֆոտոները չեն լինելու, նյութի տեսքով է լինելու, բնականաբար։ Ինձ հետ տարիներ շարունակ իմ ընկերս միշտ մենք միասին ենք լինում, համ օպերատորն է Արտաշես Մարտիրոսյանը, համ միևնույն ժամանակ լուսանկարիչը, շատ փայլուն։ Ամեն դեպքում այսքան տարիների ընթացքում բավականին մեծ արխիվային նյութ, ֆանտաստիկ արխիվային նյութեր կան եւ մտածեցի, որ ամեն դեպքում ցուցահանդես այդ ամենը առանձին ուղղությամբ ներկայացնելը ճիշտ կլինի։ Մենք երբ որ վերջացնենք ֆրանսիական հատվածը, նախապատրաստում ենք բավականին ծավալուն ցուցահանդեսի, իսկ գրքի հատվածը ես մի քիչ կդժվարանամ դեռ վերջնական ժամկետներ ասեմ, որովհետև
այնպես է որ երբ որ մի հատ կետում մտածում եմ լավ, այս նյութը հավաքական արդեն պատրաստ է, կարելի է այս ծավալներով մի նոր բան է գալիս ու ես ամեն անգամ հնին անդրադարձ կատարելով որոշակի շտկումներ ես անում, ասում ես այսպես ներկայացնեմ, այս ամեն անգամ sense խմորումներ է տեղի ունենում եւ ինքը տես բնականon օրգանիզմի պես ապրում է այդ process-ը ու ամեն անգամ նոր նյութեր, նոր ուղղություններով այսպես ներկայացնես դրա համար ինքը դեռ ոնց որ կաթսան եփում է հələ այդ հատվածը։ Միացյալ Նահանգներում ենք ասեք թե մեր հայերը բավականին ակտիվ նորորյա հայեր են։ Նրանց անդրադարձ նայեք, շատ ճիշտ եք ասում, ուղղակի մենք այս հատվածը, ինչպես ասեցի, փորձեցինք առանձնացնել, որովհետև ծավալները շատ մեծ են։ Կարծում եմ եվրոպական հատվածը վերջացնելուց հետո իհարկե վերջացնել ճակերտների մեջ, որովհետև անսահման է այդ ամենը, նյութերը, ուղղությունները, մասնագիտությունները, ուղղակի պայմանականորեն որոշակի անդրադարձ այս փուլի համար մենք պլանավորում ենք ԱՄՆ-ի հատվածը, որովհետև այնտեղ էլ բավականին մեծ համայնք ունենք, ֆանտաստիկ բոլորս էլ գիտենք ու նշանավոր մարդիկ, թե պատմական, թե ներկայումս հիմա գործունեություն ծավալով։ Այսպես եւ իհարկե մի կարևոր ուղղություն էլ մենք հայկական արխիվի հետ ինտենսիվ աշխատանքներ ենք կատարում։ Ազգային արխիվը շատ պատրաստական էր մեզ հետ համագործակցելու։ Ես բավականին մեծ նյութեր էի տրամադրված եւ այդ ամենը ուսումնասիրում ծավալները բացատրելու չեն, ինչ մեծ ծավալներ կան ու ամեն անգամ նորովի բացահայտում ես թե ինչպիսի մարդիկ կան, ինչ գործունեություն են ծավալում, ինչ իրադարձություններ են տեղի ունեցել կոնկրետ ժամանակաշրջանում ու ամեն անգամ դրանցից նյութեր վերցնելով ոնց որ ավելի փորձում եմ հարստացնել եւ ավելի հետաքրքիր դարձնել։ Մեր հայերը մի տեսակ ցավոք սիրում են շենացնել այլ երկրներ։ Դա այդպես է եղել, դարով մենք տեսել ենք ինչպես են կառուցում բազմաթիվ ցավոք սրտի քաղաքներ, չէ, ես կարծում եմ։ Խորհրդային միության տարիներին եւս նրանք հիմնականում գնացին ավելի Թբիլիսի, ռուսաստանյան քաղաքներ, այդ հատվածը ներառում եք ձեր աշխատանքներում, որտեղ զգալի աշխատանք են ներդրում, հատկապես շարտարապետության մեջ են։ Շատ ճիշտ եք ասում, ընդհանուր առմամբ մնայեք արխիվային նյութերը ուսումնասիրելով իմ ձեռքի տակ ես ունեմ նյութեր եւ այդ նյութերը ամբողջ աշխարհի սկզբունքով է եւ ոնց որ ես փորձում եմ տարանջատել հնարավորինս ավելի առանձնացնում եմ հատվածները, որովհետեւ ծավալները շատ մեծ են։ Իհարկե դեռ ոչ մանրամասն, բայց առաջնային ուսումնասիրելով բոլոր տարածաշրջաններում ֆանտաստիկ մեծ նյութ ունենք։ Դրա համար անսահման է մեր նյութը։ Այս պարագայում, այս պահին դեռ չենք պլանավորում այս հատվածը վերջացնենք եւ արդեն անդրադարձ կկատարենք բոլոր ուղղություններին։ Ձեզ ստեղծագործական նորանոր հաջողություններ ենք մաղթում, նոր բացահայտումներ, նաեւ մեզ համար դա հետաքրքիր կլինի որպես հեռուստադիտող տեսնել ու հպարտանալ։ Այո, շնորհակալ ենք, քանի որ իսկապես բավականին կարևոր գործ է, բավականին մանրակրկիտ գործ է, չէ՞ որ մենք եւս լրագրողներ ենք եւ պատկերացնում ենք, թե ինչ ծավալի աշխատանքների մասին է խոսքը։ Ձեզ անխափան ընթացք, վստահ ենք, որ Ֆրանսիայից հետո ել ավելի մասշտաբային երկրների հետքերով կգնաք։ Շնորհակալ ենք մեզ հյուր գալու համար։ Մենք դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր հաջորդ հյուրերին։